Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է AST Space Mobile ընկերությունը, արբանյակային բջջային կապի տեխնոլոգիաներ մշակող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 38%-ով։ Հաջորդը տվյալների պահպանման եւ հիշողության սարքերի արտադրությամբ զբաղվող SanDisk Corporation-ն է 32.2% աճով, եռյակը եզրափակում է քվանտային հաշվարկների ոլորտում գործող Rigetti Computing-ը 28.4% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է սպորտային խաղադրույքների հարթակ DraftKings-ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 16.4%-ով։ Հաջորդը էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման ծառայություններ մատուցող DocuSign ընկերությունն է 14.4% անկումով, եռյակը եզրափակում է սոցիալական հարթակ Reddit-ը 13.7% անկումով։ ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթը փակել են հիմնականում աճով, Dow Jones-ը եւ S&P 500-ը հասել են ռեկորդային նոր մակարդակների, մինչդեռ Nasdaq-ը փոքրինչ նվազել է տեխնոլոգիական բաժնետոմսերի անկման պատճառով։ Շաբաթվա ընթացքում Dow Jones-ը աճել է մոտ 1.2%-ով, S&P 500-ը շուրջ 0.7%-ով, իսկ Nasdaq-ը նվազել է մոտ 0.4%-ով։ Ներդրողները սպասում են, որ դաշնային պաուստային համակարգը շուտով կրկին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ տնտեսությունը անկման նշաններ է ցույց տալիս, իսկ ԱՄՆ կառավարությունը շարունակում է մնալ շաթդաունի վիճակում։ Ամերիկյան դոլարը շաբաթը փակել է անկումով, գրանցելով վերջին մի քանի ամսվա ամենամեծ կորուստները, քանի որ աճել են կառավարության շաթդաունի երկարաձգման վերաբերյալ մտահոգությունները, ինչը կնվազեցնի վստահությունը ԱՄՆ տնտեսության նկատմամբ։ Դոլարի ինդեքսը նվազել է 0.1%-ով, հասնելով 97.69-ի, մինչդեռ եվրոն աճել է 0.2%-ով, բիթքոինը նույնպես աճել է 2%-ով, հասնելով ռեկորդային մակարդակի ավելի քան $122,000։ Ոսկու գները բարձրացել են 3%-ով, աճ գրանցելով 7-րդ շաբաթն անընդմեջ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներդրողները փնտրում են ապահով ակտիվներ ԱՄՆ կառավարության շաթդաունի պայմաններում։ Վերլուծաբանները նշում են, որ որքան երկար շարունակվի շաթդաունը, այնքան ավելի կամրապնդվի ոսկին։ UBS բանկը կանխատեսում է, որ առաջիկա ամիսներին ոսկու գները կարող են հասնել մինչև $4,200։ Եվրոպական ֆոնդային շուկաները ամենահաջող շաբաթն են գրանցել ապրիլից ի վեր, հիմնականում առողջապահական, բանկային եւ հանքարդյունաբերական ոլորտների բաժնետոմսերի աճի ֆոնին, քանի որ մեծացել է լավատեսությունը ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցման շուրջ։ Stocks 600 ինդեքսը շաբաթվա ընթացքում աճել է 2.8%-ով, եվրագոտու ծառայությունների ոլորտի ակտիվության աճը նույնպես նպաստել է շուկայի վերելքին։ Հազվագյուտ հանքանյութեր արդյունահանող ամերիկյան Rare Earth ընկերության բաժնետոմսերի գինը աճել է ավելի քան 18%-ով, հասնելով ռեկորդային մակարդակի այն բանից հետո, երբ ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Սպիտակ տան հետ համագործակցության շուրջ։ Ընկերությունն այս պահին էապես շահում է ԱՄՆ քաղաքականությունից, որի նպատակն է բարձր տեխնոլոգիաներում օգտագործվող հազվագյուտ հանքանյութերի ոլորտում նվազեցնել կախվածությունը Չինաստանից։ Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը շաբաթվա ընթացքում գրանցել են կապիտալի ամենամեծ ներհոսքը վերջին 11 ամսում $49.2 միլիարդ։ Պարտատոմսերի ֆոնդերը նույնպես ներհոսք են գրանցել 24-րդ շաբաթն անընդմեջ։ Դրամային շուկայի ֆոնդերը այս շաբաթ ներգրավել են $8.84 միլիարդ, գրանցելով առաջին ներհոսքը 3 շաբաթվա ընթացքում։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026 թվականի հոկտեմբերի 5-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 15.3 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4 դրամ, եկամտաբերությունը 8.1%։ Ամերիկյան կառավարության շաթդաունը հետաձգել է աշխատաշուկայի ամսական զեկույցի հրապարակումը, ինչի արդյունքում Wall Street-ը այս շաբաթ մնացել է առանց կարևորագույն տնտեսական տվյալների, որոնք սովորաբար ներդրողներին կարևոր պատկերացում են տալիս տնտեսության եւ դաշնային պաուստային համակարգի քաղաքականության մասին։ Վերլուծաբանները կարծում են, որ տվյալների երկար բացակայությունը կարող է շուկան դարձնել ավելի անկայուն եւ ռիսկային։
Սեպտեմբերին ԱՄՆ սպառողների վստահությունը նվազել է ավելի շատ, քան սպասվում էր։ Սպառողների վստահության ինդեքսը նվազել է 3.6 կետով, հասնելով 94.2-ի, ինչը ցածր է կանխատեսված 96-ից։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։